Էհեյ, բարև ձեզ սիրելի հեռուստադիտողներ, քանի դեռ դուք փնտրում եք հեռակառավարման վահանակը, մենք վազեցինք, հասանք եւ տեղավորվեցինք ձեր էկրանների առջև։ Այսօր գունեղ է լինելու, որովհետեւ հյուրեր ունենք եւ առաջինը Նարեկ Հախնազարյանն է։ Այո, Վիենդեմ կոնյակ, որի բույրը ամրապնդում է լավագույն հիշողությունները։ Եվ քանի դեռ դուք պատրաստում եք պոպկորնը, ներսեսը ներս է գալիս ու ջախջախում ձանձրույթը։ Դիմավորեք, Ներսես Ավետիսյան։ Բարև ձեզ հարգելի հանրություն, ես Ներսեսն եմ դեռ առանց խազի, բայց մի օր էլ ես կհասնեմ այդ մրցանակին ու ոչ միայն դրան։ Ասեմ, շաբաթը շատ գունեղ էր, մի կողմից խազեր երաժշտական մրցանակաբաշխությունը, մյուս կողմից եղանակը, կարծես մրցանակ չստացած նոմինանտ լիներ։ Մեկ լացում էր, մեկ ասում չէ, չեմ լացելու, ես լավ եմ, պայծառ ու ուրախ։ Այսօրվա թեման հենց դա է, խազերը, կարմիր գորգային, ինտրիգային, էլեգանտ ժպիտներով ու բնականաբար հաղթողներով։ Իսկապես հիանալի կարմիր գորգեր, ինչ փայլ կար ու շքեղություն, բայց ամենալավ լուքը, ասեմ, անվտանգության աշխատողներինն էր։ Սև շալվար ու սև բաճկոն։ Դե չէ, հայկական բոմոնդը շքեղ էր։ Ինստագրամում ու TikTok-ում մեմերը իհարկե եղան, բայց ոնց կլիներ առանց դրանց։ Ես շնորհավորում եմ բոլոր հաղթողներին։ Նրանց կենսագրության մեջ արդեն գրվեց այս բացառիկ մրցանակը, որն իրականում նորեջ է բացում հայկական երաժշտական մրցանակաբաշխությունների պատմության մեջ։ Բեմը շքեղ էր, ելույթները շատ հուզիչ եւ գեղեցիկ, մենք էլ հաղորդավարական մեր երյակով կարծում եմ պատվով մեր սուրը դրեցինք պատյան, ինչպես ասում են։ Մի խոսքով մշակույթը հաղթեց ու հիմա ողջունենք նաեւ մեր նվագախմբին Ռուցլայնի գլխավորությամբ տղեկ բարի երեկո, շնորհակալ եմ, որ կրկին ինձ հետ ներսում եք։ Գնացինք։ Դե այսպիսի զգացողությունները պետք է ամրապնդել միայն ու միայն Վիենդեմ կոնյակով ու հավատացեք, որ ընկերական բոլոր հավաքների համար այս կոնյակը հրաշալի նվեր է, ընծա, բացահայտում իհարկե տրամադրություն։ Երբ կյանքում ամեն ինչ խառնվում է, պետք է գոնե կոնյակը ճիշտ ընտրել։ Այսօր ես առաջարկելու եմ իմ հյուրին 7 տարեկան Վիենդեմ, որը համի եւ հմայքի սիմֆոնիա է, ոչ մի կեղծ նոտա։ Իսկ հիմա դադար մի գնացեք, մենք սկսում ենք շփվել մեր հյուրերի հետ վայրկյաններ անց։ Lui non sa che il grande rivieni ad essere così vorrai. Երբ վերադառնանք, մեզ միանալու է մի մարդ, ով գիտի թավջութակի կրքոտության մասին ամեն ինչ։ Նարեկ Հախնազարյան, բեմում, ձեր տանը, մեր կողքին, դե մի բաժակ էլ դուք լսրեք, գալու է երաժշտական փոթորիկ։ Non ha più senso te, si vivo solo per te, solo per te. And don't you know I'm still standing better than I ever did, looking like a true survivor. I'm feeling like a little kid, and I'm still standing after all this time. I'm picking up the pieces of my life without you on my mind. I'm still standing. Շարունակում ենք Ներսարի գիշերային շոուն եւ դու մտածում ես, որ լավ ես նվագում, հիշիր, որ Նարեկ Հախնազարյանը նվագում է աշխարհի ամենահայտնի բեմերում։ Վստահ եմ ներսում Նարեկը կլինի անկեղծ ու ջերմ։ Տիկնակ եւ պարոնեք, դիմավորեք թավջութակահար, դիրիժոր Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ Նարեկ Հախնազարյան, Ներսարի։
Տարեկ ջան, բարի գալուստ ներս, շատ ուրախ եմ ձեզ տեսնել ներսում ու շնորհակալ որ այստեղ եք։ Զրույցի համար մենք ունենք 7 տարեկան Վիենդեմ կոնյակ, շատ հարցեր ունենք, բայց բախտ չունենք նվագելու որևէ ֆանտաստիկ գործիք։ Նախ եւս մեկ անգամ բարի գալուստ ներս, շատ շնորհակալ եմ հրավերի համար, շատ ուրախ եմ։ Ես եմ շնորհակալ։ Խմենք ու գանք ամենասկզբից։ Ինձ հետաքրքիր է շատ ձեր եւ Թավջութակի առաջին հանդիպումը ոնց եղավ այդ ամենը, ոնց սկսվեց։ Առաջին հանդիպումը ճիշտն ասած տիպողական եղավ, կարելի ասել, ես երաժիշտների ընտանիքից եմ, իմ հայրիկս էլ, մայրիկս էլ երաժիշտ են, Երևանի Մոսկվայի կոնսերվատորիայի պրոֆեսորներ, մայրիկս դաշնակահար, հայրիկս ջութակահար, երկու եղբայրներս էլ են երաժիշտ, մեծ եղբայրս դաշնակահար, միջնեկը ջութակահար եւ դիրիժոր, եւ կարելի ասել ընտրություն իմ մոտ չկար մանկուց, պարզ էր որ ես երաժիշտ պետք է լինեմ, երաժշտական ուղիով շարունակեմ, եւ հայրիկս շատ էր ուզում որ ես ջութակահար լինեմ իրան ման, բայց մայրիկս այդ կյանքի փուլում իր շատ էր սիրում եւ միջև հիմա շատ է սիրում թավջութակ եւ մի օր երբ ես 6 տարեկան էի ոչ մեկին ոչինչ չասելով ուղղակի ինձ տարավ Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոց եւ տվեց թավջութակի դասարան բոլորը շատ զարմացած էին տնօրինությունը բան որտեվ այդ 90-ականներին թավջութակը համարվում էր ասենց ինչ որ այդքան էլ հիմնական գործիք չէ, այսինքն այո, եթե երեխան չէր հավաքում ինչ որ բավական բալեր դաշնամուրի կամ ջութակի համար, իրան տալիս էին թավջութակ։ Իսկ ստեղ երկու պրոֆեսորներ երեխա իր կամքով, իրենց կամքով, հա, ընդունવા թավջութակի։ Այո, դա շատ զարմանալի էր, բայց մաման ինչ որ երևի մայրական ինստինկտով մայրիկս զգաց եւ Նաև այդ ժամանակ Հայաստանում եւ նախկին սովետ երկրների տարածքում շատ հայտնի էր մի հատ ֆիլմ անգլերեն կոչվում է Eastwick Witches, ռուսերեն Eastwick-ի ведьмы, ես հայերեն ճիշտ ասած չգիտեմ ոնց է կոչվում, այնտեղ Շերներ, Սյուզան Սերենդեն, Ջեք Նիկոլսոն եւ այնտեղ կա մի դրվագ, որտեղ Սյուզան Սերենդենը շատ կրկոտ դվորժակի թավջութակի կոնցերտն է նվագում եւ Նիկոլսոնը լսում է եւ իրանց մոտ ինչ-որ sense ռոմանտիկ դրվագ է առաջանում եւ անենց կրկոտ է Սյուզան Սերենդենը նվագում, որ թավջութակը սկսում է ծուխ գալ թավջութակից եւ հետո վառվում է եւ մի հատ sense շատ կրկոտ մի դրվագ է եւ ես շատ սնդիկ երեխա էի եւ մայրիկս դա էլ տեսավ ոնց որ իրար դա համընկան եւ որոշեց ինձ թավջութակի տալ ես շատ շնորհակալ եմ բայց առաջի տարիները ես ճիշտ ասած չէի վայելում թավջութակ նվագելը որտեվ իրեւ ասեմ ես չեմ հավատա եթե ինչ որ որևէ երեխա 6-7-8 տարեկան ասի որ շատ է սիրում ժամերով գամմա պարապել կամ ինչ որ վարժություններ անել, որտեվ դա է առաջի տարիները ամեն ինչ մենք անում ենք, դա է վարժություններ, գամմաներ, մենք բազան ենք ստեղծում, որպեսզի հետո արդեն սկսենք այն երաժշտություն նվագենք, որը մեզ դուր է գալիս։ Ես երազում եի ֆուտբոլիստ լինել եւ ծայրահեղ տարբեր Այո, եւ քանի որ ես շատ համառ երեխա էի, ինձ դժվար է ստիպել պարապել եւ հայրիկս շատ լավ լուծում գտավ, մենք պայմանավորվեցինք, որ եթե ես բավական քանակը ժամերի օրեկան պարապեմ օրվա ընթացքում, ապա երեկոյան ես իրավունք կունենամ ընկերներիս հետ Բաքվում ֆուտբոլ խաղալու եւ ես sense կատակով հաճախ ասում եմ, որ կարելի ասել, որ իմ սերը դեպի ֆուտբոլ դարձրեց ինձ թավջութակար։ Անուն երեկոյան ֆուտբոլ խաղալու, հա։ Այո, բոլոր պարապմունքները ավելի լավ ու արագ են արվել։ Դե շնորհակալություն ծնողներին այդ հրաշալի որոշման եւ փոխընդրման համար, որտեղ մենք հիմա ունենք բոլորս Նարեկ Ախտազարյան երաժիշտ։ Նարեկ, դուք արդեն հանդես եք գալիս նաև որպես դիրիժոր ու մայիսի 5-ին Արամ Խաչատրյանի անվան համերգասրահում դուք ղեկավարեցիք Արցախ կամերային նվագախումբը, իսկ մենակատարներ այդ օրը Սերգեյ Խաչատրյանը։ Խոսենք նաև այս համագործակցության մասին, ինչպես այն ձևավորվեց ու ինչ նշանակություն ունի առհասարակ սա ձեզ համար։ Գիտեք, ես մանկուց երազել եմ դիրիժորության հետ կապ ունենալ, ես երբ
5 թե 6 տարեկանում առաջին անգամ լսեցի Չայկովսկիի 6-րդ սիմֆոնիան եւ հոնքուր լացելով ամբողջ իմ ներքին աշխարհը շուռ տվեց այդ երաժշտությունը եւ ես այն ժամանակվանից գիտեի, որ ես ինչ որ մի ձև ուզում եմ այդ երաժշտության հետ առնչվել։ Դե նվագախմբում ես չեմ նվագում որպես թավջութակար, ես սոլիստ եմ, հա, մյուս միակ տարբերակը դա դիրիժորությունն է, որպեսզի առնչվել այդ ռեպերտուարի հետ, սիմֆոնիկ ռեպերտուարի, եւ մի քանի տարի առաջ ես վերջապես այդ որոշումը կայացրեցի եւ քայլեր արեցի դեպի դիրիժորություն, իմ դեբյուտս անցավ եվրոպական Համբուրգում, հետո իմ եղբորս նվագախմբի հետ Սախալինում, Ռուսաստանում եւս մեկ անգամ չափ տվեցի, 2 տարի առաջ շատ հաջող անցավ մեր Երևանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայի օպերային ստուդիայում Օրֆեյ եւ Էվրիդիկա օպերան ես չափ տվեցի Հասմիկ Պապյանի հրավերով եւ այդպես ոնց որ կամաց սկսեց իմ դիրիժորական ուղին եւ անցյալ տարի էլի Տեկին Պապյանի նախաձեռնությամբ հիմնվեց կամ վերածնվեց, կարելի ասել, Արցախ կամերային նվագախումբը, որտեվ դա այն նվագախումբն է, որը Արցախում 2004 թվականից գործում էր եւ հայտնի իրադարձություններից հետո դադարեց իր գործունեությունը եւ անցյալ տարի մենք վերականգնեցինք դա, ես եւ Հասմիկը համահիմնադիրներ ենք AGBU-ի հովանավորությամբ, ինչ ես շատ շնորհակալ եմ, մենք կարողացանք դա անել եւ արդեն մի քանի համերգ մենք ելույթ ունեցանք մի քանի համերգով, բայց ամսի 5-ին իհարկե ամենամեծ կարևոր եւ մեծ համերգներ Արամ Խաչատրյանի համերգասրահում Լեպլեցուն դալիճ շատ մեծ հաջողություն ունեցանք եւ իհարկե սոլիստը իմ շատ լավ ընկեր եւ աշխարհի լավագույն ջութակարներից մեկը Սերգեյ Խաչատրյանն էր եւ դա շատ մեծ պատիվ էր մեզ համար այսպիսի երիտասարդ եւ կարելի ասել անհայտ դեռ նվագախումբ, որտեվ մի բանը Արցախում իրեն գործում են, բայց հիմա մենք նոր ձևաչափով ենք, մենք մեծացել ենք, արդեն 25 ճանաչելիությունը ավելի Այո, հիմա մենք մեր ուղու ամենաառաջի քայլերն ենք անում եւ այդ առաջի քայլերի ընթացքում ելույթ ունենալ Սերգեյ Խաչատրյանի հետ, դա իհարկե շատ մեծ անգլերեն ասում են statement, հա, չգիտեմ ոնց հայերեն։ Ձեռբերում ասել։ Այո, կարելի ասել ձեռբերում, այո։ Հրաշալի, եւ շարունակելով խոսել դիրիժորական ուղու մասին, Նարեկ, մայիսի 18-ին Վիեննայի կոնցերտ հաուսում դուք հանդես եք գալու էլի որպես դիրիժոր եւ նաեւ թավջութակար այս դեպքում արդեն Վիեննայի կամերային նվագախմբի հետ։ Այս դեպքում ոնց է ամեն ինչը կատարվելու, նվագելու եք, հետո միաժամանակ չափտակ, օրինակ, հենց աղեղով ոնց է կանելու process-ը։ Այո, շատ հետաքրքիր ֆորմատ է, որը ես հիմա շատ եմ բավականին ուզում ներդնեմ իմ օրակարգի մեջ եւ համերգների մեջ, դա առաջին բաժինը համերգի ես նվագելու եմ եւ չափ եմ տալու, այսինքն դիրիժոր չի լինելու եմ ես մեջտեղը նստած թավջութակով շրջապատված նվագախմբով, մենք նվագենք Չայկովսկի Andante cantabile եւ Չայկովսկի ռոկոկո վարիացիաները, դա իհարկե պահանջում է նախորոք որոշ նախապատրաստական աշխատանք, որտեվ դիրիժոր որ չկա, պետք է մենք իրար ավելի լավ հասկանանք երաժիշտների հետ, որտեվ ես համ նվագելու եմ, համ ինչ որ գլխով կամ մարմնով չափ եմ տալու, ցույց եմ տալու ինչ տեմպային ոնց ենք շարժվում, դա կլինի առաջի բաժինը, երկրորդ բաժինը ես թավջութակը կդնեմ ֆուտլարի մեջ, կհանեմ փայտիկը եւ արդեն ելույթ կունենամ որպես դիրիժոր եւ կչափտամ ինչ շատ կարևոր է ինձ համար, ես Վիեննայի լավագույն դալիճում, լավագույն նվագախմբի հետ, Վիեննայի կամերային նվագախմբի հետ չափ կտամ Էդվարդ Միխայլովիչ Միրզոյանի Շուշանիկը եւ Շոստակովիչի 8-րդ քառյակը, այդպես կոչեցալ կամերնի սիմֆոնիան։ Եվ դա ինձ այն փաստը, որ Վիեննայում կոնցերտ հաուսում կհնչի Միրզոյանի Շուշանիկը ինձ համար շատ կարևոր բան է։ Այ խոսենք նաև ծրագրի ընտրության մասին, ոնց առանձնացվեցին ստեղծագործությունները, Չայկովսկի, Շոստակովիչ ու Միրզոյան են այդ օրը լսելու մարդիկ։ Գիտեք, շատ երաժիշտներ փորձում են ինչ-որ կոնցեպտուալ ծրագրեր անել, ինչ-որ
կապ գտնել կոմպոզիտորների մեջ կամ նույն բանից երկրից կոմպոզիտորներ կամ ինչ որ նույն դասատուի մոտ սովորած կոմպոզիտորներ, ինչ որ այդպես կոնցեպտուալ կապեր, ես դրան դեմ եմ։ Ես համարում եմ, որ ինչքան կոնտրաստ լինի ծրագրում, այդքան ավելի լավ, որովհետև ես ուզում եմ, որ այդ 1000 մարդու մեջ կամ 1500 մարդու մեջ յուրաքանչյուրը ինչ որ մի գործը իր սրտով լինի, ոչ թե ամբողջ Բեթհովեն նվագես, ամբողջ Շուբերտ նվագես կամ եւ այլն, կամ ամբողջ ֆրանսիական նվագես, դրա համար առաջի բաժնի ընտրությունը ծրագրի, որտեղ ես նվագում եմ, բավականին հեշտ էր, որովհետև Չայկովսկիի ռոկոկո վարիացիաները դա թավջութակի կոնցերտներից ամենահեշտն է կատարելու առանց դիրիժորի, որովհետև դա էլ է կարևոր հանգամանք։ Ինչ դու կարող ես առանց դիրիժորի կատարես, ինչ չես կարող, օրինակ Շոստակովիչ կոնցերտը կամ Դվորժակը բավականին դժվար է առանց դիրիժորի կատարել, այնտեղ պետք է դիրիժոր լինի, որը կոորդինացնի ամեն ինչ։ Չայկովսկիի ռոկոկո վարիացիաները ավելի այդ տեսակետից հեշտ են։ Դրա համար առաջի բաժինը բավականին պարզ էր, երկրորդ բաժինը, դա ինչպես ասեց, ես շատ էի ուզում, որ հայկական լինի, եւ Շուշանիկը դա էլի մանկուց երազանքն էր Շուշանիկի հետ առնչվել այդ ստեղծագործության հետ, եւ Շուշանիկը ստացվեց, եւ ես նաեւ շատ էի ուզում սովետական Շոստակովիչ ներկայացնել, որտեվ դա էլ իմ սրտին շատ մոտ երաժշտություն է, որտեվ ես սովորել եմ Ռուսաստանում, ես կարելի ասել սովետական դպրոցն եմ անցել եւ ոնց որ ներշնչել եմ այդ ատմոսֆերան, այդ պատմությունները սովետից, ես Ռոստրոպովիչի մոտ եմ սովորել լեգենդար թավջութակար, որը Շոստակովիչի շատ մտերիմ մարդն էր եւ թավջութակի կոնցերտները Շոստակովիչի կարելի ասել իրանք միասին են գրել եւ ես փաստորեն այդ մարդու մոտ սովորել եմ, ես իր համար Շոստակովիչի կոնցերտը նվագել եմ, փաստորեն ասենց կարելի ասել ուղիղ կապ է ինձ մոտ եղել Շոստակովիչի հետ, դրա համար այդ սերը եւ այդ բանը, որ Շոստակովիչի սրտից մոտ է, դա մինչեւ կյանքից վերջի մոտ լինելու է եւ դրա համար ուզում եմ ես Վիենայում հենց Շոստակովիչը ներկայանամ, Շոստակովիչը։ Նարեկ, դուք ակտիվորեն հանդես եք գալիս եւ որպես մենակատար մենահամերգներով եւ նաեւ համագործակցում եք տարբեր երաժիշտների հետ ու հանդես գալիս կամերային երաժշտության համերգներով, այ խոսենք նաև այս բազմազանության մասին եւ ոնց է առասարակ սա ազդում ձեր ստեղծագործական մոտեցման վրա։ Գիտեք, միայն դրական ձևի է ազդում, որովհետեւ ես համարում եմ, որպեսզի դու լինես ամբողջական սոլիստ, դու պետքա կամերային երաժշտություն էլ նվագես, որովհետեւ ես գիտեք շատ լավ դասատուների մոտ եմ սովորել։ Իմ կյանքի ընթացքում ինձ բախտս բերել է իմ առաջի դասատուս Զարե Սարգսյանը այստեղ Ռուսաստանում, Ամերիկայում իմ դասատուները Ռոստրոպովիչի մոտ եմ սովորել, մաստեր կլասներ եմ նվագել շատ, բայց ամենակարևոր դասերը եւ ամենաօգուտը շատ ես քաղել եմ հենց համագործակցելուց լավ հանճարեղ երաժիշտների հետ, երբ դու իրանց հետ նվագում ես ու արդեն գործողության մեջ դու տեսնում ես ինքը ինչ անում, դու էլ ինչ որ փորձում ես համապատասխանես, բանանես, այդ process-ը ամենակարևորն է զարգացման համար որպես երաժիշտ եւ դրա համար ես լինելով սոլիստ, ես մեծ հաճույքով նվագում եմ տարբեր անսամբլներ իմ նման սոլիստների հետ, հա, մենք միանում ենք իրար եւ նվագում ենք ինչ-որ կամերային երաժշտություն։ Դա նաեւ օգուտ է տալիս նվագախմբերի հետ նվագելուց, որտեվ ես հիշում եմ, որ ինձ Ռոստրոպովիչը դեռ ասեց, ամենաառաջի դասին ասեց, որ դու կապ չունի ում հետ ես դու նվագում, մենակ քո պարտիան չի կարևորը, ընդհանուր պատկերն է կարևորը, դրա համար դու պետք է անգիր իմանաս ու շրջապատող քեզ երաժիշտները ինչ են անում, ինչ են նվագում եւ ես այդ կրեդոյով կարելի ասել ապրում եմ եւ իմ մասնագիտական կյանքը եւ որտեվ դա շատ պետք է որ ասենք թե եթե նվագախմբի հետ նվագում ես իմանալ թե այդ պահին գոբոյը կամ վալտորնան կամ չգիտեմ թավջութակները ինչ են անում որպեսզի լիովին միասին դուք ստեղծեք մի հատ մի sense մեծ գեղեցիկ պատկեր։ Օրինակ նման դեպքում Նարեկ չի խանգարում կամ գուցե չի լարում որոշ դեպքերում, երբ մեկ այլ երաժիշտ սխալվում է կամ կիսատ ֆալշ նոտա է նվագում, ու այս դեպքում երբ դուք ամեն ինչին տիրապետում եք իրավիճակին բեմում ու լսում եք նաև բոլոր երաժիշտներին, սա չի լարում երբեմն։
Չէ, լարելը չի լարում, գիտեք, ես նախընտրում եմ երաշտական, էմոցիոնալ կատարում, գուցե մի քանի կեղտոտ նոտաներով, քան սառնասիրտ, բայց իդեալական կատարում, որտեվ ունկնդիրը մրցույթի ժյուրի չի, ունկնդիրը չի գալիս, որպեսի միլիոն նոտայից լսի հենց միլիոնն է մաքուր, ունկնդիրը գալիս է էմոցիա, երանգ, զգացմունք ստանալու եւ երբեմն այդ էմոցիաները, երբ դու տարվում ես այդ էմոցիաներով, երբեմն ինչ որ սխալներ կարող ես թույլ տաս քեզ եւ դա ես նորմալ եմ համարում։ Դրանք ներելի են ամբողջովին։ Այո, ներելի են եւ դա ինչ որ մարդկային ֆակտոր է տալիս ելույթին, դրա համար ես չեմ նեղվում եւ ուշադրություն էլ չեմ դարձնում։ Դե հա, ֆալշեր, ոչինչ, պատահում է, բոլորս էլ մարդ ենք։ Ուրիշ գործ, որ երբեմն լինում են ինչ որ շատ կուրիոզ բաներ, դեպքեր, երբ օրինակ մի քանի ամիս առաջ ես իմ տրիոյով ելույթ ունենում Լոնդոնում եւ շատ խորը ստեղծագործություն էինք նվագում եւ որը ավարտում էր շատ կամաց, մաքսիմալ կամաց, sense երկար նոտա, բոլորս ձգում ենք երկար նոտա եւ այդ պահին ջութակարի ձեռքը դողաց եւ սկսեց ինչ որ sense բաներ անել այդ պահին այդ անենց բաներ, անենց զվարճալ էր, որ չնայած, որ շատ խորը եւ բավականին տրագիկ երաժշտություն էր, ես հազիվ էի բեմի վրա զսպում, որ ուղղակի չհրհրայի, որովհետեւ իսկապես լինում են ինչ-որ տես պահեր, որ շատ հումորային է, էլի, որ ունկնդիրը դա չի զգում, բայց դու ֆանտաստիկ ջանքեր ես գործադրում, որպեսզի ուղղակի կներեք չմեռնես բեմի վրա, էլի ծիծաղից։ Իրավիճակին տիրապետ։ Հա, տարբեր բաներ, շատ կուրիոզ բաներ են լինում, էլի։ Մենք զրույցի ընթացքում էլ նշեցինք, բայց վստահ եմ, որ բոլորն էլ գիտեն, Նարեկ ձեր տարբեր երկրներում գործունեության մասին ու շատ տարբեր հանդիսատեսի համար նվագելու փաստի մասին։ Այն ինձ նաև շատ հետաքրքիր է ձեր մոտեցումը կամ առասարակ հաշվի առնում եք, թե որտեղ եք նվագելու եւ այդտեղի հանդիսատեսն ինչպիսի երաժշտություն է նախընտրում դասական ոլորտում ու ձեր playlist-ը, հա, այսպես ասած, համապատասխանեցնում եք այդտեղի ոնց եք աշխատում առասարակ այս ֆորմատում։ Գիտեք, հիմնականում ոչ, կան իհարկե տարբերություններ ունկնդրի, օրինակ ես գիտեմ, որ Ճապոնիայում ես կարող եմ նվագեմ մաքսիմալ խորը եւ լուրջ երաժշտություն եւ ունկնդիրը հեշտությամբ, սիրով եւ պատրաստականությամբ դա կընկալի։ Ես հիշում եմ մի քանի տարի առաջ ես Կյոտոյում երկու համերգ, երկու երեկո իրար հետևից նվագեցի բոլոր 6 Բախի մենակատար թավջութակի համար սյուիտները, դա ամեն համերգը 3-3.5 ժամանոց համերգ էր եւ դա մենակատար թավջութակ է, 3 ժամ թավջութակ է բեմի վրա, ոչ դաշնամուր, ոչ նվագախումբ, ոչ մի ուրիշ գործիք, թավջութակ եւ միայն Բախ։ Դա ոչ յուրաքանչյուր երկրում կարող ես դա նվագես եւ ունկնդիրը հեշտ դա ընդունի, բայց Ճապոնիայում այդ 3 ավելի 6 ժամը, հա, 2 երեկո մի ծպտուն չի եղել, այսպես լսում են բոլորը։ Այսինքն այդ պահանջարկը Ճապոնիայում կա լուրջ երաժշտության։ Բարձր գիտակցության։ Այո, բարձր գիտակցության եւ գիտելիքները իդեպ ֆանտաստիկան նա է, որ ասենք թե 100 տարի առաջ Ճապոնիայում ոչ թե չգիտեին Բախը ով է, չգիտեին Բախը ինչ է։ Հասկանում եք։ Եվ այդ մեկ դար նույնիսկ ավելի քիչ ժամանակահատվածում այսպիսի առաջ են գնացել դասական մշակույթի ոլորտում Եվրոպայում էլ հիմնականում բոլոր երկրներում լուրջ ունկնդիր է, բայց օրինական երկրներ, չգիտեմ, Լատինական Ամերիկայում կամ չգիտեմ Ավստրալիայում բանում, հա, կամ ասիական տարբեր երկրներ, որտեղ պետք է մի քիչ թեթևացնես playlist-ը, ոնց որ անգլերեն ասում են win-win situation, համ քեզ, համ իրանց, էլի, հա, համ լուրջ երաժշտություն նվագես, համ մի քիչ ինչ որ, չեմ ասում crossover pop նվագես, բայց ինչ որ ավելի հեշտ ընկալվող պարզ դասական երաժշտություն նվագես, որպեսզի հեշտ անցնի համերգը։ Հայաստանում ոնց է շփվում հանդիսատեսի հետ ու էլի շարունակելով խոսել հենց այս ուղղության մասին, առասարակ ոնց են ընտրվում աշխատանքներն այստեղ։ Հայաստանում դեռ չեմ զգացել ինչ որ ինձ համար սահմանափակում, ինչ ուզեցել եմ դա էլ նվագել եմ եւ ունկնդիրը
ունկնդիրը ընդունել է, իհարկե ինչ որ այդպիսի 2-3 իրար հետևից 6 սյուիտաներ բաղ չեմ արել եւ ինձ համար Հայաստանի ունկնդիրը մոտապես ինչ որ մեջտեղն է Ճապոնիայի եւ Լատինական Ամերիկայի մեջ, այսինքն ցավոք մենք ունենք շատ բավականին ծավալուն քանակ շատ լուրջ դասական երաժշտության ունկնդրի, բայց այդ ունկնդիրը շատ է քչացել եւ հիմա մի քիչ այսպես ինչ որ Instagram-յան եւ TikTok-յան էրաներն ա, որտեղ շատ մարդիկ գալիս են անունի խաթր համերգին եւ ավելի շատ ինչ որ reels-էր, story-ներ անելու, բայց իհարկե կան իսկական երաժշտասեր, լուրջ երաժշտասերներ, բայց ես շատ կուզենայի, որպեսզի ավելին եւ ավելի շատ մարդ սիրահարվի տենդենս կա, որտեվ ես շատ վաղուց եմ հաճախում օպերայի բալետի թատրոն օրինակ ու հանդիսատեսի քանակը ակնհայտորեն փոխվում է կամ մեր կամերային երաժշտության տանը շատ ֆանտաստիկ համերգներ լեփլեցուն են անցնում ես օրինակ շատ ուրախանում եմ երբ տեսնում եմ այդ քանակի մարդիկ հիմա մեր մոտ ոնց որ վերջի մի 20 տարին 20-25 տարին անկում էր հիմա վերելքն է սկսում նոր սկսում ենք այդ իհարկե այդ փաստը կա եւ ես էլ եմ շատ ուրախանում բայց մենք երաժիշտներս պետքա այսինքն բոլորով միասին մենք էլ որ հիմա զրուցում ենք սա հույսով եմ ինչ որ մի փոքր լումա կներդնի դասական երաժշտությունը պոպուլարիզացնելու եւ զարգացնելու համար դրամաշ շնորհակալություն հրավերի համար ձեզ շնորհակալություն Նարեկ որ այստեղ եք խոսելով Թավջութակի մասին զրույցի սկզբում նշեցիք որ տեսել եք ֆիլմ որտեղ շատ կրկոտ էր դուետը Թավջութակի հետ եւ իսկապես ամենա ինտիմ գործիքներից մեկն է երևի կարող ենք ասել Թավջութակը ու ինձ համար էլ ամենասիրելիներից այ եւ հաճախ ձեր մասին խոսելիս նշվում է որ ձեր Թավջութակը շնչում է մենք միասին ենք շնչում գիտեք ես Թավջութակը ինձ համար ինչ որ մի առանձին մի բան չի ես երբ նվագում եմ մենք մի օրգանիզմ ենք ես Թավջութակը իմ ձայնն է ես իմ մտքերը իմ ձայնը արտահայտում եմ իմ ինչ որ տարածմունքները, հա, ինչ որ զգացմունքները ես արտահայտում եմ Թավջութակի միջոցով եւ ինձ համար իսկապես Թավջութակը դա ինչ որ մարդու պես մի բան է, իմ ընկերն է, իմ կյանքիս միշտ իմ կողքս մի տենց շնչող մի էակ է, որը ես շատ սիրում եմ եւ այո, ես վերաբերվում եմ Թավջութակին մարդու պես, ավելի ճիշտ կնոջ պես, որտեղ շատեր ասում են տղամարդ է թե կին է Թավջութակը։ Բայց շատերն էլ ասում են, որ հենց shape-ը, հա, ձևը, գործիքի այո, նման է կնոջ մարմնի ձևը։ Այո։ Ես Թավջութակին որպես ընկեր չեմ վերաբերվում։ Ես վերաբերվում որպես սիրած ինչ որ ես սիրահարված եմ Թավջութակի վրա, հա, այն սերով, որը միայն դեպի կնոջը կարող է տղամարդը գալ։ Եվ դրա համար, հա, այդպիսի զգացմունքներ են Թավջութակի։ Շնորհակալություն Նարեկ, որ ներսում եք, շնորհակալություն շատ համբերատար ու գեղեցիկ պատասխանելու համար իմ բոլոր հարցերին եւ շնորհակալություն են աշխատանքի համար, որ դուք կատարում եք, որտեղ վստահ եմ, որ մենք բոլորս բազմիցս ունեցել ենք առիթներ հպարտանալու ձեզնով, ոչ միայն ես, մեր լայն հասարակությունը։ Շնորհակալ եմ եւս մեկ անգամ։ Իսկ մենք սիրելի հեռուստադիտող շարունակելու ենք Ներսարին կարճ դադարից հետո, այնպես որ մնացեք մեզ I'm letting that it. You can fly away with me tonight. You can fly away with me tonight. You can fly away with me tonight. Yeah. Սրտից մեջ էլ կյանքում էիս Խենթինը մանման եմ գալիս Արար աշխարհին ճպտում եմ Կանդավա Ինձ ամոն վարկուն ասար Հազար կարոտ ու երասար Ախիչ տալեսի սիրո հասար Սրտից մեջ էլ կյանքում էիս
հասար Ախ ինչ լավն ես իմ սիրո հասար Ախ ինչ լավն ես իմ սիրո հասար Մենք շարունակում ենք Ներսարի գիշերային շոուն հենց հիմա եւ այս պահին ես հայտարարում եմ մեր նոր խորագիրը Արևը ներսում խորագիր։ Գնացինք։ Ներսի արևը պետք է վառ պահել, թեև ներսեսի արևով պետք չէ երդվել, այլ պետք է վստահել արևին եւ էներգիա կուտակել։ Հնում մարդիկ արևին աղոթում էին գոնե մի ճառագայթ հանուն բերքի, հիմա մարդիկ արևին աղոթում են, որ հաշվիչը հետ գնա։ Այո, արևապաշտությունը ժամանակակից վերաիմաստավորում ունի։ Արևախաչի կամ արևի սկավառակի փոխարեն տանիքի վրա արևային պանելն է։ Զոհասեղանների փոխարեն ինվերտոր, որի ձայնը հնչում է մոտավորապես այսպես Քո լույսն ինքդ ես։ Այսօր արևապաշտները բաժանվում են երկու տեսակի դասական արևապաշտները, նայում են ամպերին, հառաչում ու աղոթում միհիրին։ Լույս տուր միհեր ոչ միայն դաշտերին, այլ նաև խավարած մտքերին։ Ճառագայթե արեգակնային միհեր։ Քեզ հետ լռությունն է օրհնություն։ Եվ կան սոլար արևապաշտները, արևին չեն նայում, այլ ինվերտորի դիսպլեյին են նայում։ Ու գարնան առաջին արևոտորն արդեն ասում են. ըհը 3 կիլովատ էլ բռնեց, ջեռուցիչը միացնեմ, թե թողնեմ կուտակվի։ Սոլար արևապաշտը հատուկ տեսակ է։ Ամբողջ օրը հեռախոսի մեջ հետևում է այս պահին որքան է արտադրում պանելս։ Ու գիշերը լույսերն անջատվում է, բայց ինքը չի անջատվում, ասում է, արա բայց հզորությունը, որ կորավ ինչ իմաստ ունի ապրելը։ Երկինքը փոխվել է, արևը հիմա ոչ թե լուսավոր մարմին է, այլև տնտեսական գործոն ու արևն էլ է փոխվել։ Մի քիչ կմաճ է դարձել, ամեն օր չի, որ միհիրը բարեհաճ է, ուրից կավորում է ինվերտորը։ Հենց տեսնում է մի ընտանիք 10 հատ պանել դրեց, միանգամից ամպ է բերում անձրև ու մի հատ մռայլ տրամադրություն։ Իբր ես մթնոլորտ եմ պահում։ Ամեն դեպքում սոլար էներգիան ապագան է ու ապագան տեսնելու ու հասկանալու առիթով հենց հիմա ներսում են Իտալ Սոլար ընկերության համահիմնադիրներ Ռուբեն Հակոբյանը եւ Արա Ասլանյանը, ներս եկեք։ Ողջունում եմ ձեզ ներսում, բարի գալուստ ներս, շատ ուրախ եմ ձեզ տեսնել ներսում ու շնորհակալ, որ այստեղ եք ու միանգամից ուզում եմ ձեզ հյուրասիրել 7 տարեկան կոնյակ, ասել բարի գալուստ ներս։ Շնորհակալ։ Ես եմ շնորհակալ։ Մերսի։ Դե մեզ լավ ընթացք։ Եվ սա ուղիղ կապ ունի արևի հետ, չէ՞։ Բիենդեմ կոնյակ։ Միանշանակ։ Ինչ-որ չափով։ Եվ սկսենք ամենասկզբից ընկերության անվանումից ինչու հենց Իտալ Սոլար։ Իտալ Սոլար մենք ժամանակին մի լավ ընկեր ունեինք։ Իր այդ երկար տարիներ ընկերություն անելուց հետո ինքը լրիվ գործով մեր հետ հանդիպում է ու այդ ընթացքում գործով հանդիպման ժամանակ ներկայացնում ենք լրիվ նոր բիզնես պլան։ Ճիշտ է մի քիչ ամբիցիոզ էր, բայց այդ պահին բարդ որոշում էր որ կայացրեցինք եւ հավատաց մեզ եւ ներդրում արեցին Իտալիայից Իտալահայ այնք էլի Իտալ Սոլար այո եւ ներդրումը շատ արագ եղավ սենց մեկ ու ստացվեց եւ անունն էլ հենց Իտալ Սոլար դրեցին հա եւ ստացվեց այն ինչ ստացվեց մենք բարդ էր իհարկե շատ ճանապարհը սկզբնական շրջանում եւ գնալով սկսեցինք հասկանալ խնդիրները շուկայի խնդիրները վերլուծելով եկանք այսօր հայ-իտալական համագործակցություն ծնվեց ու շատ լավ ստացվեց այո հրաշալի ու նաեւ ձեր կարգախոսն է շատ հետաքրքիր ժամանակն է ստանալ ավելին այս կարգախոսի մասին էլ մեզ պատմեք որտեվ շատ ճիշտ համընկնում է նրա հետ ինչ դուք տալիս եք մարդկանց տիպուկ կարգախոսի մասով հետևյալը կասեմ մենք մինչև հիմնելա աշխատում ենք մի ընկերությունում որտեղ որ կորպորատիվ վաճառքի բաժնի մասնագետներ էինք եւ բարբերաբար վերլուծելով քննարկելով իրար հետ իդեպ միթմից ենք եղել մենք այդտեղ ենք ծանոթացել վերլուծելով փորձեցինք հասկանալ ինչն է պակաս մեզ որպես մասնագետ, հա, որ մենք չենք ստանում եւ որոշեցինք արդեն որ քննարկվում էր այդ մեր
բիզնես իդեան, բիզնես ներդրումը, որոշեցինք մի ընկերություն հիմնենք, որտեղ թե աշխատակիցը, թե հաճախորդը կստանա ավելին եւ այդպես շարունակ օրինակ բերեմ պրակտիկա, որպեսզի զուտ կարգախոսը ոնց է կիրառվում կյանքում։ Մենք տարբեր եւ տարբեր ծրագրեր ենք իրականացնում մեր աշխատակիցների համար, թե մոտիվացիոն, թե օրինակի համար բոլորը ունեն ջիմի փաթեթ այցելելու հնարավորություն, հա, անվճար գնում են Լողավազան, մարտվում են եւ այլն, բոլորին գրեթե բոլորին կամ ով ցանկացել է աջակցել ենք տարբեր ապահովագրական ծառայություններով եւ այլն եւ իրականում ի սկզբանե շեշտը հենց դրա վրա դրվել, որ մտածել ենք ստեղծենք մի ընկերություն, որտեղ աշխատողներին կվերաբերվեն այնպես, ոնց որ մենք ուզում էինք, որ մեզ վերաբերվեին այլ ընկերությունում։ Եվ փառքաստի ստացվել է եւ հիմքը դա է այս պահին։ Ընտիր, եւ փաստորեն կարող ենք ասել, որ ընկերությունը միջազգային բոլոր ստանդարտներին լավ ընկերություն, հետևում է բոլոր ենթակետերին, սերտիֆիկատներով, ամեն ինչով, այսինքն մեր ընկերությունը նաեւ ընդհանուր բոլոր սերտիֆիկատները ստացել է եւ տեղադրման եւ լիցենզիաները ամբողջ շինարարական լիցենզիաները, տեղադրման լիցենզիաները, ընդհանուր բոլոր լիցենզիաները ստացել ենք, նաեւ դրսից, որը ընկերությունները, որոնք համաշխարհային ընկերություններ են, հենց այնտեղից էլ մենք ունենք սերտիֆիկատներ եւ պաշտոնական ներկայացուցիչ ենք Հայաստանում։ Այդտեղ էլ որոշակի ձեռքբերումներ ունենք։ Եվ շատ մեծ չի, բայց շատ կարևոր կետեր։ Բայց շատ մեր համար շատ կարևոր է, որովհետեւ ճամփեն այն, որ անցել ենք Ներսես ջան։ Դժվար է եղել։ Բայց Հայաստանում վստահ եմ, որ շատ դժվար է եղել ճանապարհը, որովհետեւ նախ մտավախությունների մասին, հա, խոսենք ընկերությունը բացելիս, սա փոքր շուկա է եւ ոլորտում բավականին հագեցած էին արդեն նաեւ հենց արևային պանելները, հա։ Դու մոտ 2 տարի, 2.5 տարի է արդեն, որ ինչ բացվել ենք։ Ժամանակին 2.5 տարի առաջ այդքան շատ չէր արևային ընկերությունները, բայց էլի շատ դժվար էր, որովհետև մենք աշխատում ենք, ոնց որ Ռուբենը ասեց, մի տեղ, որտեղ նորմալ աշխատավարձ ենք ստանում, նորմալ ապրում ենք, աշխատում ենք, նաև շատ մեծ ռիսկ էր, որ դուրս գայինք, բացենք մեր ընկերությունը։ Այսինքն որոշում էր պետք կայացնել։ Շատ բարդ էր, անկեղծ ասած, կարանք սա կորցնեինք, ոնց որ ասում են all-in արեցինք, ու ստացվեց։ Դե ով չի համարձակվում, ինքը չի շահում։ Հա, թարգմանելով, հա, հանրայինը գործիքն է, միանշան է։ Եվ ոնց որ Ռուբենը ասեց, գործատուն ոնց ես պատկերացնում, դու օրինակ այլ X ընկերությունում աշխատես եւ գործատուն ոնց քեզ կվերաբերվի։ Եվ այդ նույն նպատակով դու պետքա անենց ճիշտ դիրքում եւ տեղում կանգնես եւ ընկերություն կարողանաս անես աշխատակցի հետ եւ ճիշտ գործատու լինես եւ կարողանաս այդ ամեն ինչը կառավարես եւ միաժամանակ այդ ձեր ասած ժամանակն է ստանալ ավելին 10 աշխատակցին, այսինքն աշխատողը իրոք ավելին ստանա, քան այլ ընկերությունում։ Այսինքն երբեք չմտածի աշխատակիցը դուրս գալու մասին։ Միանշանակ, որտեվ սա ջերմացնող մասնագիտություն է, սա ջերմություն բերող է եւ դեռ միջավայրն էլ վստահաբար պիտի լինի շատ ջերմ, որ մարդիկ գրկաբաց անեն իրենց աշխատանքը։ Չէ, ուրախ են աշխատում, վստահ կարամ ասել։ Հրաշալի։ Խոսենք նաև ընդլայնվելու նպատակների մասին, որտեղ դուք 2.5 տարի նշեցիք, որ արդեն շուկայում եք, բայց ես ազնվորեն ամենաշատը լսել եմ Իտար Սոլարի մասին։ Արևային պանելների հետ կապված ինչը փաստում է, որ դուք շատ լավ եք աշխատում, շատ ճիշտ եք անում ձեր բոլոր ռազմավարությունների ուղղությունները, հա, ոնց մարդկանց պատմել, տեղեկացնել։ Մի խոսքով, ես շատ անգամներ հանդիպել եմ Իտար Սոլարին, թե on-line հարթակում, թե դրսում, այ խոսենք ձեր ռազմավարությունների մասին եւ ընդլայնման նպատակների ու պլանների մասին։ Ներսես ջան, ընդլայնման միանշանակ նպատակներ կա, ռազմավարական պլաններ մենք ունենք եւ արդեն այդ ուղղությամբ աշխատում ենք, շուկայի վերլուծություն եւ այլն, այլ շուկաներ ենք փնտրում, որտեղ որ մեզ մոտ կլինի, հա, մեր սպეციფიկ, մեր տարածաշրջանի նման եւ այլն, այնտեղ բավականին նրբություններ կան, օրենսդրական բազան պետք է համապատասխանի եւ այլն, բայց մենք ավելի շատ այս պահին դուք նշեցիք շուկան թեև փոքր է, բայց այդ շուկայի պոտենցիալը դեռ սպառված չի։
մենք ունենք ընդամենը նույնիսկ 10%-ին չենք մոտեցել, հա։ Ստատիստիկան 7%-ա, որ առկային էներգիան ծածկում ընդհանուր պահանջարկը, այսինքն դեռ մենք շատ տեղ ունենք այս շուկան զարգացնելու եւ բավականին նոր պլաններ ունենք այս ոլորտին հարակից ինչ որ ոլորտներում ընդլայնվել, որտեղ արևային էներգիան ինքը տարբեր բաների կարա ծառայի, հա, ընդհուպ միջև էլեկտրական մեքենաների լիցքավորման համար ծառայի, տան այլ կարիքների փակ off-grid համակարգեր կան, որ տունը լիարժեք սարքում է էներգետիկ անկախ, հա, այսինքն կտրվում է, այդտեղ շատ ուժեղ ենք։ Այս պահին կարամ հայտարարեմ, որ շատ ուժեղ ենք, այսինքն անկախ համակարգ բնակարանի համար կարող ենք ապահովել մեր քաղաքացիներին, քաղաքացիները կարող են դիմել Ital Solar ընկերություն եւ Ital Solar-ը հնարավորություն կտա անկախանալ, այսինքն ընդհանուր ցանցից, անջատումներ են, դու տանը չունես ինքը կուտակում է, ռեզերվ պահում է ու ինքը միշտ տունը հոսանք է ունենում, այդ հենց արևային համակարգի հետ, նաև charging station ենք դնում, որ էլեկտրական մեքենան, էլեկտրական մեքենա ես քշում, դուք իմանաս։ Էլեկտրական Ես ես ճանապարհին եմ եւ շատ ուրախ եմ նախ որ մենք զրուցում ենք վստահ ասում եմ մենք այդտեղ ուժեղ ենք, որ շին թույլտվությանս, որպեսզի ավարտեմ ամեն ինչ ու հետո զանգեմ ձեզ։ Մեր հանդիպումները լինելու են կոնկրետ հաճախականությամբ, մենք ամեն 5 շաբթի մարդկանց պատմելու ենք արևային էներգիայի մասին, մեր արևասեր ազգին, բայց ուզում եմ այս 2.5 տարվա ընթացքում վստահ եմ դուք շատ լուրջ բազա ունեք պատմությունների ու արդեն նաև մոտեցման հետ կապված, հա, ամեն դեպքում մեր հասարակությունը կոնսերվատիվ հասարակություն է ու նոր բաները ոչ այդքան հեշտ է միշտ ընդունվում ու այս մեր համար ինչ որ տենց այլմոլորակային բաներ էլի, որ ախպեր տունը նստես գրիշի 3 տարի առաջ ավելի ահավոր էր։ 3 տարի առաջ հիմա տենց ասում էին եղբայր, ինչի մասն ես խոսում, ինչ պանել։ Չես ուզում մեզնից։ Այսօր Հայաստանում խնդիրներ կան, շատ լուրջ խնդիրներ կան, ես կարող եմ ներկայացնեմ նաև մի փոքր խնդիրներից է կարող ենք խոսել։ Մենք ունենք Հայաստանում մասնավորապես Երևանից դուրս, օրինակ ոնց են ասում, հայերեն կղմինդրա կոչվում։ Կղմինդր, շիֆերները, տանիքները, որոնք որ իրոք ինքը ոտից գլուխ թույն է։ Այսինքն իրան պետք է փոխվի, այդտեղ մի ճյուղ կա, շատ փակագծեր չբացեմ, բայց նոր շատ լավ շուտով հայտարարություն կանենք եւ մենք արդեն կտուրների վերանորոգման ծրագիր կանենք on-line հարթակով, հաճախորդները կդիմեն մեզ, ամսական վճարում կանեն եւ ամսական վճարումով իրենց ամբողջ տանիքը վերանորոգենք, եթե ցանկանան, իհարկե արդեն արևային կայաններ կտեղադրենք։ Միայն նաև տեղային վերանորոգում կարող եք անել, ամբողջ կտուրի հատվածի մասը թարմացվի, այո, կարող ընդհանուր կտուրի վերանորոգում անենք, այսինքն ոնց ասած, աբրիշոտ կա, հա, ամբողջը փոխենք։ Եվ կլինի արագ, եւ կլինի բանկային համակարգով, եւ միաժամանակ արդեն արևային եք տեղադրեն, չարջինգն եք տեղադրեն, ներսեսնեք գա մեքենայով կանգնի։ Ես սպասում եմ այդ օրվա միանշանակ։ Մեքենան էլ կվաճառենք։ նույնիսկ մեքենան, հա, որ նոր էլեկտրական մեքենան է կվաճառենք, դա էլ մի նոր product կլինի։ Միանշանակ։ Լավ, ես չեմ ուզում ձեզ առաջի օրով շատ հարցախեղ տանել, որտեղ մենք ունենալու ենք ժամանակ պատմել բոլոր ենթակետերի մասին, բայց կուզեմ այ մի քիչ էս ամեն դեպքում մարդկանց հետ պատմություններին մի փոքր էլ անդրադառնանք, այս տարիների ընթացքում ինչ ա փոխվել, մարդկանց մոտեցումը ինչքան ա փոխվել, որտեղ այստեղ բացի այն, որ սա ավելի հարմարակեցության մասին է, բարեկեցության մասին է, բայց այստեղ նաև կան շատ կարևոր էկոհարցեր, որոնք լուծվում են այս որոշումով ու այս քայլով, ու եթե մարդիկ որոշեն գնալ այդ քայլին, նաև ոչ միայն բարեկեցությունից ելնելով, այլ երկրի մասին մտածելով, մոլորակին մասին մտածելով, մարդիկ ինչքան են տեղյակ այս ենթակետից, որ սա քայլ է ոչ միայն իրենց համար, այլ մարդկության համար։ Շատ ճիշտ նշեցիք, Ներսես ջան, դա բնապահպանական նաև մեծ ազդեցություն ունի։ Մարդիկ դեռևս այդքան շատ սենց ասեմ, դա գործոն է, բայց ոչ առաջնային գործոն է մարդկանց համար, հա, առաջնային նպատակը դա խնայողությունն է, միանշանակ ցավոք դեռ այդպես է, ու ցավոք թե ուրախություն, դեռ այդպես է մարդիկ մտածում են, վերլուծում են, հասկանում են, որ այդ իրանց հոսանքի գումարը իրան կարող են խնայել, մի քանի տարի վճարեն այդ ապառիկը, այնուհետև այդ կայանը եւս 30 տարի կաշխատի, հա, այսինքն որպես ներդրում են դա դիտարկում եւ խնայողություն, բայց
հարակից էֆեկտ անկախ ամեն ինչից, այդ ձեր ասած բնապահպանական խնդիրը, որտեղ այսօր բոլորս տեսնում ենք, թե օդի աղտոտվածության վիճակը, թե ընդհանուր կլիման մեր երկրում, իրոք պետքա մի փոքր հոգ տանենք այդ ամեն ինչի մասին, նաև այդ տեսանկյունից էլ սկսենք մտածել, որ ոչ թե անցնում ենք արևային համակարգի միայն խնայողության համար, այլ նաև հարակից օգնում ենք պահպանում ենք բնությունը, այո։ Այդպես դա արդեն շատերը գիտեն, այնպես չի, որ եթե համեմատենք 3 տարի առաջվա, միանշանակ այդքան ինֆորմացված չէին մարդիկ, գնալով արդեն բոլոր հաճախորդները գիտեն, թե տանիքի, թե հարցնում են ինչ վահանակներ է, ինչ հզորություններ է, տեխնիկական հարցեր են տալի, ավելցուկի հետ կապված, ոնց է աշխատում, այսինքն բավականին լավ այսօր շուկան տեղյակ է, սա արդեն այն 3 տարի առաջվա հաճախորդը չի։ Տեղեկացված են մարդիկ։ Հա, մարդիկ տեղեկացված են, նույնիսկ ինչ որ արգումենտներ ունեն եւ այլ, այսինքն բավականին լավ զարգացել է։ Միայն քաղաքականություն են արդեն հարցնում, արդեն լրիվ ինֆորմացիա։ Այո։ Հրաշալի։ Լավ, մենք դեռ ունենալու ենք ժամանակ ավելի մանրամասն խոսելու այս կարևոր ենթակետերի մասին։ Շնորհակալություն, որ ներսում եք, շնորհակալություն, որ պատմեցիք ինձ կարևոր մանրամասները։ Ես ձեզ հաջողություն եմ մաղթում ու հուսով եմ, որ կստացվի ավելին, քան դուք պլանավորել եք առաջիկայում, որովհետև դուք անում եք նաև շատ կարևոր ու լավ գործ ու պետքական բոլորիս համար։ Շնորհակալություն։ Ես եմ շնորհակալություն։ Իսկ մենք, սիրելի հեռուստադիտող, այսօր այսքանով ավարտում ենք Ներսարի գիշերային շոուն, շնորհակալություն բոլորին, ովքեր մեզ հետ էին, մնացեք բարով, եղեք խաղաղ, կհանդիպենք, բարի գիշեր։ Come on, let's twist again, like we did last summer. Yeah, let's twist again, like we did last year. Do you remember when things were really humming? Come on, let's twist again, like we did last year.